Արտադրությունը արտաքին սեռական օրգաններից դա ամենահաճախ հանդիպող գանգատն է, որով կանայք դիմում են գինեկոլոգին։ Ես բազմիցս անգամ ասել եմ, որ առողջ կնոջ մոտ, առողջ աղջկա մոտ պարտադիր նկատվում է արտադրություն։ Եվ բնույթը կարող է փոփոխվել դաշտանային ցիկլի օրվա հետ կապված։ Ցիկլից հետո օվուլյացիայի շրջանում եւ նախադաշտանային շրջանում արտադրության բնույթը եւ քանակը տարբեր է։ Սակայն, եթե դուք նկատում եք արտադրության որակի փոփոխություն, գույնի փոփոխություն, որևիցե երանգների դա կանաչ, դեղին, որևիցե գույնային երանգների առկայություն, ի դեպ ուշադիր եղեք, եթե դա դարչնագույն է կամ դեպի կարմիր, դեպի արյուն հիշեցնող արտադրություն է։ Հոտի առկայությունը, այս բոլորը արդեն իսկ հանդիսանում են ցուցում, որպեսզի դուք դիմեք մասնագետի եւ պարտադիր անցնեք լաբորատոր հետազոտություններ։ Քանի որ ոչ մի կլինիկական զննում, որքան էլ հմուտ լինի մասնագետը, չի կարող հստակ ասել, թե ինչ խնդիր է, ինչպիսի փոփոխություն է կատարվում հիշտոցի միկրոֆլորայի հետ։